Այսօր այս տահլիջին մեջ համախմբված ենք աշխարհի 25 երկրների ժամանած ավելի քան 150 մասնագետներ։ Սակայն այս հավաքը միայն թիվերու արձանագրություն չէ։ Ան գմարմնավոր է սպյուրքի դասնամյակներու երկարաշունչ նվիրումին ու աշխատանքի գենտանի շարունակությունը։ Այն սպյուրքին, որ սերունդ առ սերունդ եղած է հայ ինքնության գրող, ասկային բանջարդիրության առաջամարտիկ, մշակույթի ու լեզվի շունչը պահպանող եւ հայրենիքի ու Արցախին բարոյական, նյութական եւ քաղաքական հենարան։ Մեր համայնքները կառուցած են հաստատություններ, դպրոցներ, մամուլ ու գազագերբություններ, բահած են ասկային հիշողությունը, բարձրացուցած են հայության ցայնը միջազգային բեմերու վրա եւ հավաքական կամքով վերածած են ցավը գազագերբված ուժի։ Այսօր այստեղ մեզ կհամախմբե մեր հայրենիքի եւ ասկի արչեւ ծառացած օրհասական դակնաբի գիտակցությունը։ Մենք կգտնվենք մեր պատմության ամենաջագադակրական հանգրվաններեն մեկուն արչեւ, ուր հայկական pedagogiության հիմքերը կստասանին, իսկ ասկային ինքնությունը հայկական իշխանություններու կողմէ գենտարգվի նպատակաուղված ու հետևողական հարցակումներու։ Այս աբասկային ընթացքին ամենացավալի դրսևորումն է սպյուրքի համար գարմիրքից եղող հայոց ցեղասպանության նսեմացման փորձը։ Սպյուրքը երբեք չի գնար հանդուրժել Թուրքիո եւ Ադրբեջանի կողմէ բարդատրված Արցախի եւ մեր պատմական անժամանցելի իրավունքներու զիջումը հանուն անորոշ ու ստորացուցիչ խաղաղության։ Նույնքան մտահոգիչ է իշխանություններու սանսաձերծած բայկարը հայ-արաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Մենք գիտենք, երբ կթիրախորվի եկեղեցին, թիրախի դակ կհայտնվի հայ ինքնության ողնաշարը։ Այս ամբողջ դակնաբի գիզագետին կմնա Արցախը, մեր չմարող վերքը եւ բայկարի հիմնական առանցքը։ Արցախի հայատապումը եւ բռնակրավումը մեր ժամանակներում մեծակույն ողբերգությունն են, սակայն մենք չենք պատրաստվիր ընդունել զայն որպես վերջագետ։ Մինչ Հայաստանի իշխանությունները թավատրական ընթացքով կհրաժարին Արցախեն, սպյուրքի զորաշարժը իր բոլոր հոսանքներով պետք է դառնա այն հզոր ցայնը, որ միջազգային բեմերու վրա կհետապնդե Արցախի ժողովրդի ամբողջական իրավունքները։ Հայաստանը սպյուրք հարաբերություններու գծով մենք ականատեսնենք մտահոգիչ իրողությանը, ուր Հայաստանի իշխանությունները կփորձեն ամեն օր անդեսել, բարակտել եւ արհամարել գազագերբված սպյուրքի դասնամյակներու վաստակը, վտանգելով մեր հավաքական ուժականությունը։ Մեր տշնամիներուն հաջողանալու միդող այս քաղաքականությունը ոչ միայն չի նպաստեր Հայաստան սպյուրք համագործակցության, այլև համագարկված գերբով կկանտե մինչև օրս համադեղ չանկերով կառուցվածը։ Ավելին, այս ընդանուր ընթացքը իր գործանարար աստեցություն ունի նաև սպյուրքայության վրա, խորացնելով հուսալքությունը, խախտելով Հայաստանի պետության հանդեպ վստահությունը, ստեղծելով ինքնության ճգնաժամ, թուլացնելով համայնքային գառույցներու համախմբումը եւ ստեղծելով սպյուրքայության որոշ շերտերու մոտ ինքնամփոփման վտանգավոր մթնոլորտը։ Այս իրողությունները լույսին տակ այս ճգնաժամային օրերուն այսօր այս խորհրդաժողովը ժամանակը չէ սպյուրքի աբակայի շուրջ դեսական քննարկումներու կամ դեպի հայրենիք ուղղվող բարեգործության փոքր ներդրումներու մասին խոսելու։ Սպյուրքը պետք է հանդես գա որպես լիարժեք քաղաքական աշխուժ գործոն, որպեսզի միասնապար կանխենք հայրենիքի մեր ասկի ինքնության գորուստը։ Մեր օրագարկը պետք է ըլլա հստակ ու անթրթվելի, հիմնված համասկային թիմադրության վրա։ Մենք բարդավոր ենք հագաստել մեր հայրենիքի պետության եւ ասկային ինքնության դեմ ուղղված յուրաքանչյուր քայլի եւ ստեղծել ամուր բատնեշ մեր ասկի իրավունքներուն, եկեղեցու եւ արժեքներուն շուրջ։ Սակայն այս ժորաշարժը պետք չէ սահմանապակվի որպես հագաստեցություն միայն, հագատարծություն միայն։ Ան պետք է ունենա ամուր ենթահող, քաղաքապարական, բարոյական եւ գազագերբական,
Պետք է ըլլա արժեք ստեղծող ու աբակայագերտ շարժում, որ գմիավոր է մեր համայնքները ոչ միայն ընդեմ վտանգներու, այլ հանուն ծրագրված վերելքի։ Հարգելի ներկաներ, այս խորհրդաժողովի ընթացքին բարդավոր ենք ըլլալ անգերց ու համարձակ մեր ախտորոշման ու առաջարկներում մեջ։ Այս խորհրդաժողովը պետք է ըլլա այն հաստատուն մեկնագետը, ուր գսկսի սպյուրքի իրական զորաշարժը, ամուր ծրագրով, բադասխանադու կազմակերպումով եւ համասկային հավատքով։ Հարաճ դեպի կազմակերպված զորաշարժ հանուն հայության, անվտանգ, ասկային եւ արժանապատիվ աբակային։ Շնորհակալություն։